Պարոն Քոթյան, դուք նշեցիք, որ գերակայությունների փոփոխություններ են անհրաժեշտ որոշակի հարցերի լուծման դեպքում, այդ գերակայությունների մեջ մտնում են արդյոք կրիպտոարժույթների շուկայի կարգավորումը եւ ինչ փոփոխություններ եք դուք տեսնում, որ պիտի գործնականում արվեն եւ արդյոք ինչքան եք համարում ձեր անձնական ռեսուրսը, որ դուք կարողանաք որոշակի դինամիկա ապահովել եւ ինչ ժամկետներում կկարողանաք։ Շնորհակալ եմ։ Ըստ էության կրիպտոարժույթների պարագայում, եթե մենք դիտարկենք, ինքը շատ լայն համակարգ է եւ այստեղ այդ համակարգի ներդրումը ինքը անայլընտրանք է։ Ինչ է դա իրենից ենթադրում, իհարկե ընդունված է համարել, որ կրիպտոարժույթների շուկան բավականին ռիսկային է, դա այդպես է, տատանողականություն եւ այլն, բայց այստեղ մենք պետք է հասկանանք, որ խոսքը ուրեմն տեղեկատվության պահպանման նոր համակարգի մասին եւ տեղեկատվության փոխանցման նոր համակարգի մասին է, որը որ ռիսկերի հետ միասին պարունակում է նաև առավելություններ, առավելություններից է օրինակ արագ վճարումների համակարգի ձևավորումը, որը մեզ մոտ խնդիր է, օրինակ, ասենք Հայաստանում անկանխիկ գործառնությունների պարագայում, քարտային գործառնությունների պարագայում բիզնեսը նշանակալի ծախսեր ունի եւ դա բիզնեսի որոշակի դժգոհություն է հատկապես ՓՄԶ պարագայում առաջացնում, մարդիկ ասում են, մեզ տեղափոխեցիք անկանխիկ գործառնությունների դաշտ, բայց մենք տոկոսներ ենք հավելյալ վճարում, քարտային սպասարկում եւ այլն։ Իսկ ուրեմն արագ վճարումների համակարգով, հատկապես այն համակարգերը, որտեղ հիմնական այսպես գործիքը կամ որպես գործիք հանդես է գալիս կենտրոնական բանկի թվային արժույթը, հնարավոր է մի քանի անգամ նվազեցնել այդ այսպես միջնորդավճարները, դա լուրջ պոտենցիալ է իր մեջ պարունակում։ Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ այս ոլորտին այո պետք է զգուշությամբ վերաբերվել, բայց այստեղ պետք է ձևավորել ավելի արագ զարգացման օրակարգ եւ փորձել այդ օրակարգը իրագործել։ Նույնը, ասենք կենտրոնական բանկի ռազմավարության մեջ ամրագրել է, որ պետք է ասենք թվային արժույթի ուրեմն ներդրման նպատակահարմարության վերաբերյալ այսպես հետազոտություններ արվեն,